Բարև ձեզ, ձեզ հետ եմ Անուշ Եսայանը եւ մեր հաղորդաշարը խոսենք օրենքից։ Իմ հյուրը այսօր Սաթենիկ Մկրտչյանն է, ով հանդիսանում է Home Invest անշարժ գույքի կազմակերպության հիմնադիրը։ Սաթենիկը ունի այդ ոլորտում բավականաչափ մեծ փորձ, կկիսվի իր փորձով։ Ես էլ փորձեմ որպես իրավաբան իմ հարցերը ուղղեմ եւ մենք միասին հասկանանք այդ ոլորտը ինչ խնդիրներ ունի։ Սաթենիկ ջան, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև եկել, քանի որ ես քեզ գիտեմ, ճանաչում եմ, քեզով եմ դիմելու, որ ֆորմատը ավելի ազատ, sense մենք իրար հետ շփվենք ու իրար հետ ավելի լավ հետաքրքիր զրույց ունենանք։ Մի քիչ ուզում եմ պատմես ձեր կազմակերպության մասին, քո մասին, քո փորձի մասին այդ ոլորտում։ Կազմակերպությունը շատ հին չէ, 2022 թվականին եմ ես այն հիմնել, իսկ մինչ այդ ես փորձառություն ունեմ բիզնեսի զարգացման ամենատարբեր ուղղություններում, մարքեթինգ, PR, բիզնեսի զարգացման ընդհանուր համակարգերի ներդրում եւ այլն, վաճառքներ, եւ այնպես ստացվեց, որ 2020, 21, 22 թվականներն էին, ես որոշում կայացրեցի մուտք գործեմ այս ոլորտ, որովհետեւ տարբեր ընկերությունների հետ փորձառությունը կար աշխատանքի եւ ես կարծեք տեսնում էի այն հնարավորությունները եւ բիզնես տեսանկյունից եւ որևէ բան ավելի հետաքրքիր իրականացնելու մոտեցումների միգուցե փոփոխության բիզնեսի կազմակերպման առումով եւ բավական լուրջ ուսումնասիրությունների արդյունքում մոտ գործեցի այս ոլորտ, որի համար շատ ուրախ եմ ու ինձ շատ լավ եմ զգում այստեղ եւ նաեւ այս ոլորտ բերել եմ իմ բոլոր տարիների մարքեթինգի, PR-ի, PR-ի, քոուչինգի, HR-ական բլոկի, այն ամեն ինչը ինչի միջով անցել եմ, բիզնեսի եւ պետական համակարգի որոշակի փորձառությունների, այս ամբողջ միքսը եւ ինձ դուր է գալիս այս ոլորտը իր մարտահրավերներով, փորձություններով եւ նաեւ հնարավորություններով գլոբալ։ Եթե հակիրճ ներկայացնենք ձեր կազմակերպության հիմնական մի քանի ուղղությունները, որոնք են։ Գլոբալ առումով մենք զբաղվում ենք իհարկե անշարժ գույքի վաճառքով, ձեռքբերմամբ, վարձակալությամբ, բայց շատ կարևոր առանձնահատկություն կառանձնացնեի, որը խորհրդատվական մոտեցումն է ավելի շատ, երբ մենք ներդրումային մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր գործարքի, այսինքն դիտարկում ենք տվյալ գույքի հեռանկարը, պոտենցիալը, իհարկե բոլորն էլ շատերն են այդպես անում, բայց ավելի մեծ կտորը մեզ մոտ զբաղեցնում հենց բիզնեսների եւ կոմերցիոն գույքերի, որոնք եւ գույք են եւ բիզնես են եւ կամ քանդած տարածք են, լքված տարածք է ու պարզապես հող է այդ ամեն ինչի վրա անշարժ գույքի միքսով ամբողջական բիզնես մոդելի ստեղծումը։ Այսինքն կոպիտ ասած, եթե ես ուզում եմ Հայաստանում ինչ-որ գույք ձեռք բերել, ու այդ գույքը հետագան որպեսզի ինձ ծառայի ոչ թե իմ մասնավոր կարիքների համար, այլ բիզնես նպատակով, դուք այդ խորհրդատվության ամբողջ կտորը ապահովում եք։ Այո։ Եվ իհարկե ֆիզիկական անձանց համար եւ իրավաբանական անձանց համար եւ սեփական բնակվելու նպատակով տուն գնելու եւ այդ տունը հետագայում այդ տան արժեքը բարձրացնելու իր վերանորոգմամբ, նշանակության փոփոխությամբ, ինչ որ հետաքրքիր մոտեցումներ ավելացնելով եւ հետագա կառավարումը եւս արդեն սկսել ենք նաև իրականացնել, այսինքն երբ որ մարդը ուզում է որոշակի գումար ունի, ուզում է ներդրում իրականացնել, մենք նրան աջակցում ենք գտնել ճիշտ տարբերակ, աջակցում ենք ներգրավել անհրաժեշտության դեպքում ֆինանսական միջոցներ, այնուհետև իրականացնում ենք այդ տան իրականացնում ենք մեր գործընկերների միջոցով։ Այդ տան վերանորոգումը, ճիշտ տեսքի բերելը, ժամանակակից տեսքի բերելը, կահավորումը եւ նաեւ հետագա վարձակալությունը կամ հենց տալիս ենք իրենց բնակության համար։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ այդ խորհրդատվական կտորը մեզ մոտ շատ ոնց որ այդ կազմակերպությունները հիմնական անշարժ գույքի ոլորտում զբաղված են միայն ցած արագ վաճառեն ու վաճառելով։ Այո, դուք ավելի այսպես լայն մի քիչ լայն ենք փորձում հարցին մոտենալ, որովհետեւ վաճառել բոլորը կարող են։ Արագ վաճառել
ավելի շատ մարդիկ կարող են մանիպուլացնելով վաճառել, իհարկե շատերին հաջողվում է, բայց թե ինչին կծառայի այդ գույքը հետագայում եւ գնորդը ինչ հետագա process-ներ կանցնի այդ գույքի հետ, ոչ բոլորին է հետաքրքրում։ Բիզնես տեսանկյունից դա իհարկե երբեմն արդարացված է, ասում են իմ գործը վաճառելն է։ Ես քեզ ցույց եմ տալիս, եթե չես հավանում, մի գնի։ Իսկ ավելի արժեքային բիզնեսի տեսանկյունից իհարկե մի քիչ տարբեր մոտեցում է, որովհետև իհարկե մենք պատասխանատվություն ենք կրում այդ գնորդի ֆինանսների ճիշտ տնօրինման համար։ Չէ՞ որ այդ մարդը, ասենք, երբեմն դա լինում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը ֆինանսական եւ արժեքային եւ նաեւ էմոցիոնալ առումով։ Հետևաբար մենք իրան այդտեղ հնարավորինս պետք է փորձենք ճիշտ ուղղորդել։ Հասկացա, շատ կարևոր միսիա ունեք, հա։ Ես ուզում եմ մենք մի քիչ խոսենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասին, շուկայի խնդիրների մասին։ Այս շուկան կարծես թե ամեն ժամանակ, տարբեր ժամանակահատվածում տարբեր ձև տրանսֆորմացվում է։ Հիմա հասկանանք ինձ համար օրինակ շուկայի տրանսֆորմացիա տեղի ունեցել օրինակ 20 թվականից հետո, այսինքն մինչև 20 թվականը մի քիչ անշարժ գույքի հանդեպ մենք այլ մոտեցումներ ունենք 20 թվականի COVID-ից հետո մոտեցումները մի քիչ այլ են։ Հիմա ինչ մարտահրավերներ ես տեսնում շուկայում, ինչ խնդիրներ ես տեսնում ու առհասարակ ինչպես կներկայացնես Հայաստանում անշարժ գույքի շուկան։ Առաջին հայացքից շատ հագեցած է մեր շուկան եւ իրավամբ դա այդպես է, որովհետեւ Պարբերաբար մենք տեղեկանում ենք ավելի մեծ ծավալի կառուցապատման մասին, ավելի մեծամասշտաբ նախագծերի մասին։ Ես կառանձնացնեի նաև այն, որ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը շատ նկատելիորեն անդրադարձավ ամեն դեպքում շուկայի վրա։ Ավելի մեծ ծավալով մարդիկ հնարավորություն ունեցան անկախ նրանից դա ինչ որ առումով արդարացված էր, արդարացված չէր զուտ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից, բայց շատերին հնարավորություն տվեց ձեռք բերել բնակարան։ Եվ հենց այդ շրջանում էր, երբ որ կառուցապատողներն ասում էին գալիս են բնակարան ձեռք բերելու, չեն էլ նայում այդ տանը։ Առանց նայել ուղղակի փաստաթղթային առումով ամեն ինչ համապատասխանում է եւ ձեռք են բերում։ Հիմա մի քիչ ավելի գիտակցված գնման մոդելը ավելի գերակշռում է։ Եթե օրինակ ես հիշում եմ 21-22 թվականներին ես նոր էի մուտք գործում, այդ մակերեսային մոտեցումը միայն թե հասցնեն վարկը ձևակերպեն, միայն թե հասցնեն ինչ որ sense աժոտաժ կար եւ նույնը կար նաեւ անցյալ տարի, երբ որ Երևանում սպառվում էր այդ թույլտվությունները։ Հիմա մի քիչ ավելի գիտակցված ներդրումային ձեռքբերումների մասին կարող ենք խոսել։ Եվ եթե 2-3 տարի առաջ մենք խոսում էինք ստանդարտ նախագծերի մասին, երբ Երևանով մեկ կառուցվում էին միանման տներ, միանման քառակուսի մետրերի բաժանումներ, գրեթե կոնցեպտների մասին չէինք խոսում, ապա այսօր մարդիկ այո ընտրում են կոնցեպտը։ Այդ կոնցեպտը ասված ինչ է։ Այսինքն կենսակերպը։ Հա։ Այսինքն ինչպիսի ճարտարապետություն է, ինչպիսի շենք է, ինչ լրացուցիչ ենթակառուցվածքներ են իր մեջ ներառված։ Շատ հաճախ ես լսել եմ հարցը իսկ ով է ճարտարապետը։ Մի խոսքով մոտեցումները ձեռքբերմանը դեպի ավելի, չասեմ ցիվիլ, բայց մի տեսակ ավելի գիտակցված են։ Եվ նաև խոսքը վերաբերվում է երկրորդային շուկային։ Մարդիկ մի քիչ ավելի հաշվենկատ են կատարում իրենց ներդրումը, անկախ նրանից դա երկրորդ թե երրորդ ձեռքբերումն է իրենց։ Եվ իհարկե Երևանից դուրս կառուցապատումն է այսօր տրենդային դարձել։ Դե Երևանը մոտ կեղտոտ է։ Այո, Երևանը մոտ է կեղտոտ է։ Երևանից դուրս բավական հետաքրքիր նախագծեր են բարբերաբար ի հայտ գալիս, եւ ես պետք է նկատեմ, որ դրանք արժեքի գնի տեսանկյունից այդքան էլ տարբեր չեն։ Չեն զիջում Երևանին։ Եթե մի քանի տարի առաջ մարդիկ Երևանում իրենց բնակարանը վաճառում էին եւ գնում էին Երևանից դուրս ապրելու եւ տարբերությունը ներդրում էին անում այլ տեղում, ապա այսօր գրեթե այդ հնարավորությունը չկա, որտեղ մենք հստակ ունենք նախագծեր, որոնք Երևանի ծայրամասերին համարժեք գին ունեն քառակուսի մետրի տեսանկյունից, որոնք կառուցվում են մարզերում։ Իսկ ինչն է ստիպում մարդկանց, ըստ քեզ, որ
այդ Երևանից դուրս տարածքները դառնում են ավելի հետաքրքիր կամ ավելի այսպես հայերեն բառը չեմ սաբլազնիցիլն է, հա, գրավիչ, գայթակղիչ, ավելի գրավիչ։ Նախ այն է, որ Երևանում ամեն դեպքում այդ օդի աղտոտվածության հարցը կա։ Եվ ամեն անգամ, երբ մենք ինչ-որ պիկ ենք ունենում Երևանում, ասենք օդի աղտոտվածությունը հատել է այսինչ սահմանը կամ այրվում է աղբանոցը հայտնի, որ այդ ընթացքում ես նկատում եմ, որ Երևանից դուրս նախագծերի նկատմամբ կան հետաքրքրություններ, կան զանգեր, կան սոցիալական ցանցերում ակտիվություն։ Դա իհարկե ունի իր դերը։ Եվ բացի այդ, իրոք շատ հետաքրքիր նախագծեր կան, որոնք ճիշտ առաջարկի դեպքում, ճիշտ թիրախավորման դեպքում գտնում են իրենց գնորդին։ Եվ հետո այնքան է հասանելի դարձել Երևանից դուրս ճանապարհը։ Եթե մի 20 տարի առաջ մարդիկ գնում էին, պատրաստվում էին, որ գնային Ծաղկաձոր հետ գային, կամ գնային Գառնի Գեղարդ այցելությունը, դա մի հսկայածավալ ռիտուալ էր, գործողություն էր, մարդիկ ամիսներով պլանավորում էին, հավաքվում էին, գնում էին, ապա այսօր որոշումը կայացվեց եւ գնում գալիս են։ Հետևաբար ավելի գայթակղիչ է դառնում նաև այդ ապրելակերպը։ Մանավանդ որ կան նախագծեր, որոնք կենսակերպի շատ հետաքրքիր էլեմենտներ են նաև ներմուծում, առողջ ապրելակերպ, չգիտեմ, յոգա, ֆիթնես, ինչ որ մաքուրոտ, այդ համադրությունները, ռիթրիթային ինչ որ մոտեցումները եւ այդպիսով են դառնում նաև գրավիչ։ Իսկ եթե օրինակ մենք խոսենք հենց խնդիրներից շուկայի, ինչ խնդիրներ կառանձնացնես եւ որոնք են օրինակ, չգիտեմ, խնդիր չեն կարողանում քաղաքացիները կամ հետաքրքրված անձին գտնեն իրենց հարմար Երևանի տարածքում գույք, չգիտեմ, բազմաբնական շենքում, օրինակ կա այդպիսի խնդիր թե ոչ։ Խնդիր 2 կառուցապատումները ուշանում են, օրինակ այսպես, հա, խնդիր 3 այդ կոնցեպտով բնակավայրերը երբ առաջարկվում են, համացանցից եմ տեղեկացված, զուտ չունեմ հստակ ինֆորմացիա, ճշտված ինֆորմացիա չունեմ, բայց որքան ես հասկանում եմ, մենք խնդիր ունենք, որ կառուցապատողը օրինակ առաջարկում է լողավազանով, չգիտեմ, այսպիսի բնակելի տարածքում բնակարան, բայց հետո կառուցում է եւ ընդհանրապես այդտեղ ոչ լողավազան կա, ասում են լողավազանի փոխարեն մի հատ ցայտ աղբյուր է դրած, անընդրած լողավազան եւ այլն։ Դա առաջին հայացքից իմ վերհանած խնդիրներն են։ Ունես այդպիսի մոնիտորինգ, ինչ խնդիրներ կան։ Ես ունեմ, մենք բարբերաբար մոնիտորինգ անում ենք եւ հենց հիմա էլ տարեվերջան շատ մեծ հարցաթերթ ենք պատրաստել ու արդեն սկսել ենք դրանով աշխատելը, ուղարկում ենք եւ մեր ծանոթներին եւ գործընկերներին ու բավական մեծ պատասխանների հիման վրա կարողանում ենք դուրս բերենք շուկայի որոշակի պատկեր։ Դա շատ է օգնում մեզ ավելի ռեալ նայել եւ ուղղակի աչքաչափով չորոշել ես խնդիր իրականում կա թե չկա։ Այն որ իհարկե կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն կարողանում գտնել իրանց երազանքի բնակարանը, իհարկե կա, բայց այնքան շատ է այսօր պահանջարկը եւ առաջնային եւ երկրորդային շուկայում եւ կառուցապատողների հետ, կառուցապատողների կողմից առաջարկը եւ կազմակերպությունների եւ հենց անհատների, որ լավ որոնելու դեպքում եւ ճիշտ որոնելու դեպքում հաստատ կարելի է գտնել։ Այստեղ այն ինչին մենք բախվում ենք, շատ անձնական եւ շատ անձնային եւ շատ անհատական process-ներ են։ Օրինակ, մեկը չի ուզում աշխատել, այս գույքը էքսկլյուզիվ վաճառքի է, այսինչ գործակալության կողմից ինքը ունի վատ փորձ, կամ միջնորդավճարի հարցում չեն գալիս համաձայնության, դա եւս շատ հետաքրքիր մոտեցում է, որովհետեւ երբեմն մարդը դիմում է ինչ-որ կազմակերպության, բայց պարզվում է վաճառող կողմը էքսկլյուզիվ վաճառքների մեջ է եւ չի պատրաստվում իր միջնորդավճարը կիսել։ Շատ այսպես ասեմ, անտրամաբանական բաներ կան, որոնք այդպես էլ գնորդին ու վաճառողին չեն թողնում հանդիպել։ Դա մի կողմից, բայց լավ որոնելու դեպքում իհարկե կարելի է գտնել, իհարկե առաջարկը շատ մեծ է ու շատ լայն է։ Ընդ որում էլի լավ որոնելու դեպքում շատ տարբեր գնային սեգմենտում կարելի է գտնել առաջարկ, որովհետև քանի որ մենք տենց գլոբալ կարգավորում չունենք, մեր արժեքները շատ ինքնուրույն որոշված են եւ
երբեմն տրամաբանությունից դուրս, դա իհարկե վատ է, բայց նաև երբեմն օգուտ տալիս է։ Սպառողի է, հա, մրցակցային։ Այո, իսկ այն ինչ որ մարդը ստանում է խոստում, բայց չի ստանում արդյունքում, դա մի քիչ պետք է գանք իրավական դաշտ, որովհետև երբեմն այդ նյուանսները զուտ ռենդերների վրա երևում են, իրենք մարքեթինգային հնարքներ են, բայց իրավական որևէ ձևակերպում չեն ստացել։ Եվ ես շատ քիչ մարդիկ գիտեմ, որոնք իրավաբանի ներկայությամբ եւ կամ ինքնուրույն պայմանագրերը հստակ ընթերցում են, տալիս են իրենց համաձայնությունը եւ կամ առարկում են։ Շատ հաճախ լինում է, երբ որ ուղղակի պայմանագրի մեջ դա տենց էր գրված։ Եվ դա հաճախ բերում է այդ խնդրին։ Ընդ որում պետք է նշեմ, որ դա ոչ միայն Հայաստանում է, Հայաստանից դուրս կա այդ խնդիրը եւ վերջերս մենք ունենք գործընկեր, որը բախվել է այլ երկրում նման հարցի, երբ նույն լողավազանով նկարազարդված շենքերը չունեցան արդյունքում լողավազան։ Համ փաստորեն միայն մերոնք չեն։ Չէ, մերոնք չեն եւ եթե անկեղծ լինեմ, ես չեմ իմ փորձում չկա տենց բան, որ շատ գլոբալ շեղումներ լինեն։ Իմ գործընկեր ընկերություններից մեկը, որին ես խորհրդատվություն էի անում, պարբերաբար նախագծերներ փոխում եւ անցնում էր այդ ամբողջին թույլտվության process-ների մեջ եւ հաճախ դա ունենում եւ չէին տեղեկ պահում գնորդին դրա մասին։ Եվ հիմա արդեն սկսել են գնորդին դրա մասին տեղեկ պահել եւ ուղղակի այդ հարցը սենց տեղեկատվության ճիշտ կոմունիկացիայի մակարդակում սպառվում է եւ չի դառնում խնդիր։ Մյուս ձեր խնդիրը չեմ հիշում։ Ես այդ իրավական կտորի մասին խոսենք։ Իրավական կտորի այդ գործակալությունները, կազմակերպությունները, ովքեր որ զբաղվում են անշարժ գույքով, հիմնականում իրենք ունեն իրենց պայմանագրի ձևաչափը, հա։ Եվ եթե վերցնում ենք օրենսդրական տեսանկյունից, ես մա խոսում եմ զուտ առողջարքի մասին, վարձակալության թեմային կանդրադառնանք, ապա առողջարքի պայմանագրերը նոտարն են ըստ էության հաստատում եւ այլն։ Ես գիտեմ, որ օրինակ մեր քաղաքացիների մոտ այսպիսի մի կարծիք կա, դե նոտարի պայմանագիրը դա ամենալավ պայմանագիրն է, մենք երբ ասում ենք չէ նոտարը ուղղակի մշակում է շաբլոնային որոշակի ձև եւ այն բոլոր խնդիրները, այն բոլոր հարցերը, որ դու բանավոր պայմանավորվել ես կամ քո պահանջներն ես ներկայացրել, դա չի ամրագրում, հետեւաբար ավելի ճիշտ է իրավաբանի հետ աշխատել։ Որքանով եք դուք որպես կազմակերպություն առնչվում այդ խնդրի հետ, որ օրինակ ձեր շահառուները, ձեզ դիմողները ասում են դե գնանք նոտարի պայմանագիր, ուրեմն ամենալավ պայմանագիրն է, թե կարողանում եք իրեն բերել այդպիսի բանակցային դաշտ, որ ավելի լավ է արի այսպես անենք, այս պայմանագրով առաջնորդվենք եւ այլն, այդ իրավական կտորը ինչպես է ստացվում ապահովել։ Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերները, ես գործընկերներ նկատի ունեմ այն մարդկանց, ում հետ մենք, ովքեր մեր գնորդներն են կամ վաճառողներն են, ի սկզբանե շատ այսպես ընտրված, չգիտեմ, դա պատահականություն չի, դա հենց այնպես է, որ շատ գիտակից եւ շատ ուշադիր, շատ հետաքրքիր առումով բարեկիրթ եւ կիրթ մարդիկ են։ Եվ ես այդ խնդիրը գրեթե չեմ ունենում, որովհետեւ շատ հաճախ մենք ես կարող եմ հիշել դեպքեր եւ այո այդ պայմանագրերը ոտքից գլուխ վերանայվել են եւ վերափոխվել են։ Եվ իմ ամենաառաջի պահանջը նա է, որ մեր գործարքը պետքա լինի ոչ միայն նոտարական, այլ նաև իրավաբանի անմիջական մասնակցությամբ։ Եվ նաև ասեմ, որ քանի որ մենք շատ հաճախ ունենում ենք բիզնեսների process-ներ, այդտեղ միշտ լինում են հարցեր, որոնք պետքա դետալային ֆիքսված լինեն, կապված եւ ժամկետների հետ, եւ process-ների հետ, եւ երբեմն բավական մանրամասն նկարագրություններ են մտնում այդ պայմանագրեր։ Եվ հետեւաբար դա առանց իրավաբանի եւ միայն շաբլոնով ուղղակի գործնականում անհնար է անել։ Այդ առումով, այո, ես ունեմ այդ փորձառությունը իրավաբանի ներգրավվածությամբ, իրավաբանի ակտիվ ներգրավվածությամբ գործարքի բոլոր մանրամասները շաբլոնից վերածել արդեն իրական պայմանագրի։ Այո, իրական նորմալ պայմանագրի։
Եվ մենք էլ որպես կազմակերպություն, երբ որ ունենք մեր այդ պայմանագրի շաբլոնը, ես չունեմ կրկնվող պայմանագիր, որովհետև յուրաքանչյուր եւ գնորդի եւ վաճառողի հետ, երբ որ մենք կնքում ենք պայմանագիր, իսկ այդ մեր պայմանագիրի ոչ թե էքսկլյուզիվության պայմանագիր է, այլ որ ուղղակի իրանց գույքը մենք իրավունք ունենք վաճառելու այս պայմաններով եւ այլն, երբեք այդ պայմանագիրը նույնը չի լինում։ Անգամ ֆիզիկական անձանց պարագայում, երբ դա նույնանման տների մասին կարող է լինել խոսքը։ Հետևաբար նաև եկեք խորհուրդ տանք, թող մարդիկ ավելի ուշադիր լինեն այդ առումով, չվախենան դրա մասին բարձրաձայնել ուղղակի։ Ես միշտ ասում եմ, որ պետք է կարևոր գործարքներ են, պետք է անպայման, բայց կարծրատիպը պետք է կոտրվի, որ եթե գնացինք նոտար, ուրեմն մենք ամենալավ պայմանագիրն ունենք, այդ ցավոք սրտի մինչև հիմա կա երևի չգիտեմ, սովետից երևի թե մնացած ինչ-որ բան է։ Ու հետո առաջանում են հարցեր, որոնց այդ պայմանագիրը որևէ կերպ հնարավորություն չունի ուղղակի լուծում տալու։ Իհարկե նոտարի կնիքը ամենակարևոր վավերացումն է այս ամբողջ process-ում, բայց կնիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ մենք բոլոր խնդիրները գոնե փաստաթղթավորել ենք։ Ես այս հարցը տամ ըստ քեզ, ես ունեմ սուբյեկտիվ իմ կարծիքը որպես քաղաքացի, բայց կարծում եմ, որ ներսում աշխատող կազմակերպությունները իրենք ունեն լրիվ այլ կարծիք։ Ըստ քեզ, Երևանում անշարժ գույքի շուկան պահանջարկի տեսանկյունից վաճառքի հենց մասով հագեցած է, թե ոչ գնահատականը քո։ Կարծում եմ հագեցած է, բայց դա չի նշանակում, որ սպառվել է։ Հա Որովհետև անընդհատ process-ի մեջ է եւ անընդհատ գալիս են նոր մարդիկ, նոր ներդրողներ, նոր մոտեցումներով, նոր հայացքներով եւ անընդհատ դեռ տեղ կա այս շուկայում եւ թվում է թե կենտրոնում ոչինչ չկա, չէ, արդեն անելու, արդեն այդ կարծրատիպը կա կենտրոնում ոչինչ չկա անելու, չէ, անելիք կա եւ կենտրոնում, խոսքը գրանձիոզ շինարարության մասին, կառուցապատման մասին չի։ Խոսքը եղած պրոյեկտները, հին շենքերը, նոր կյանք հաղորդելու, արդեն գործող շենքերին նոր մոտեցումով բիզնես կամ բնակելի կոմերցիոն հասարակական կամ այլ որևէ նշանակություն տալու մասին է եւ միշտ կարելի է թարմացնել։ Իհարկե, Երևանի ծայրամասերը եւս այսօր շատ ակտուալ են եւ շատ խելամիտ բիզնեսներ դուրս են գալիս կենտրոնից եւ մենք օրինակ այս վերջերս ունենք շատ հետաքրքիր հարցումներ, որ գտնել որոշակի քառակուսի մետր տարածք այս հատվածում օրինակ, ասենք, Ավանից դեպի մի քիչ ավելի Երևանի մեջ, բայց էլի Ավանի տարածքում կամ Դավթաշանի հատվածում, հիմա արդեն Զովունին է շատ ակտուալ դարձել։ Այո։ Այսինքն շուկան հագեցած է, բայց միևնույն է մենք դեռ բոլոր պահանջմունքները, պահանջարկը, որը որ մեզ տալիս է մեր սպառողը, մենք դեռ չենք բավարարել եւ տեղ ունենք բավարարել։ Այո, կարծում եմ, հետաքրքիր կոնցեպտներով։ Շատ լավ, հիմա ուզում եմ խոսենք վարձակալական շուկայի մասին։ Սա ինձ համար որպես իրավաբան ամենացավոտ թեմաներից է։ Իհարկե անշարժ գույքի շուկան կառուցապատողների հետ հարաբերությունում եւս ունի բավականաչափ իրավական խնդիրներ, բայց վարձակալական շուկան մի այլ գլխացավանք է։ Եվ ամենաակտուալն է, որովհետեւ շատ մարդիկ են միշտ ներգրաված այդ process-ի մեջ։ Հա, երևի թե հա, համաձայն եմ։ Հիմա վարձակալության կտորը ինձ համար ամենակարևոր թերևս խնդիրը այն է, որ մեր օրենսդրությամբ վարձակալական հարաբերությունները, եթե անգամ դրանք անշարժ գույքի հետ կապված, եթե անգամ դրանք մեկ ամսով են, պետք է ձևակերպված լինեն նոտարական կարգով, ստանան պետական գրանցում եւ այլն, իսկ դրա տուրքերն ու վճարները բավականաչափ մեծ են եւ process-ները, բյուրոկրատական process-ները շատ երկար են, օրինակ, ի տարբերություն այլ պետությունների կա փորձ, երբ օրինակ այսքան ամիս հետո միայն պայմանագիրը պետք է նոտարական վավերացում ստանա կամ այսքան ամսից ավել կնքվելու դեպքում միայն պետք է նոտարական վավերացում ստանա եւ պետական գրանցում ստանա։ Այս մասով շուկայում ինչ խնդիրներ ունենք, հենց ուզում եմ էլի մենք Երևանի մասին խոսենք, որովհետեւ
այսպես ասած կենտրոն մեր Հայաստանի Հանրապետության կենտրոնը Երևանը եւ բոլոր խնդիրներն ըստ էության այստեղից են գալիս։ Եվ եթե ավելի գլոբալ նայենք, նաեւ հենց Երևանում է ամենամեծ ծավալը վարձակալությունների։ Պահանջարկն էլ երևի, առաջարկն էլ, Եվ առաջարկը եւ պահանջարկը եւ կոմերցիոն գույքերի եւ բնակելի գույքերի մասով որն է այստեղ խնդիրը այո շատերը զգուշանում են այդ турքերը ոչ թե զգուշանում են ուղղակի չեն ուզում վճարեն մենք վերջերս աշխատում էինք մի միջազգային կազմակերպության համար որոնց էքսպերտներին պետքա Հայաստանում որոշակի ամսով բնակություն ապահովեինք Եվ այո դժվարություն էր դա գտնել մարդկանց, որոնք նախ համաձայն են պայմանագրի։ Երկրորդը համաձայն են այդ ամբողջ process-ները անցնել։ Ամենակարևոր հարցը դա է։ Եվ այստեղ շատ հետաքրքիր երկու նյուանս կա։ Մարդիկ չեն ուզում, որ այդ փողը իրենց փոխանցվի, որովհետև վախենում են այդ փաստից։ Եվ հետո չեն ուզում դրա ծագումը ցույց տալ եւ մյուս հարցը որ շատեր ունեն ԴՀԿ արգելանքներ եւ չեն ուզում ուղակի գնալ այդ հաշիվների վրա այդ երկու հարցը մենք ամիսներ շարունակ այդ հարցին բախվեցինք եւ իհարկե այդ խնդիրը կա որ մարդիկ չեն ուզում ձևակերպել բայց ավելի Այն շերտը բնակչության, որը ուզում է իրեն ամեն դեպքում ապահովված տեսնել եւ ապահովագրված լինել, առաջինը իրենք են ասում պայմանագրի մասը կարծում եմ դա նորմալ է։ Իրավական տեսանկյունից եթե նայենք, ես միշտ մեր հաճախորդներն եմ ասում, որ վարձակալության պայմանագրի պաշարժ ձևը պահպանելը, դա առաջին հերթին բխում է հենց վարձակալի շահերից, այսինքն վարձակալի շահերն ավելի ապահովագրված լինում, քան վարձատուի շահերը, բայց ցավոք սրտի այո, մեր հաճախորդները եւս ներկայացնում են, որ բախվում են այն խնդրին, որ չեն ուզում կնքել պայմանագրել, չեն ուզում իրավական դաշտ տանել այդ հարցը։ Եվ այստեղ պետքա լրացում անեմ, որ շատ հաճախ են մարդիկ, ովքեր այսօր ունեն գույք վարձակալություն հանձնելու, իրենք նաև պետական ծառայողներ են եւ իրենք էլ չեն ուզում, որ դա իրենց մոտ դա երևա որպես եկամուտ։ Կա այդ եթե նայում ենք քանակության մեջ, այո, այդ տարբերակը կա։ Ու ինքը բավականաչափ մեծ է, բայց չի որ փոքր է։ Այո, մինչդեռ այսօր արդեն շահագործման են հանձնվել են բնակարանները, որոնք եկամտային հարկով էին։ Իսկ այդ բումը արդեն անցել է իր կարծեք թե իր վերադարձելիության, ներդրումների վերադարձելիության փուլ եւ մենք աստիճանաբար դրան ավելի շատ ենք բախվելու եւ մեր քաղաքացիները պետք է իմանան զուտ որ դա անխուսափելի է դա նրա մասին չի որ մի քանի հազար մի քանի տասնյակ հազար դրամ ավել հարկ վճարելու մասին չի այլ դա մշակույթ է որ աստիճանաբար պետք է ուղղակի ներմուծվի մեր հասարակություն մեր այնպես ինչպես օրինակ մի քանի տարի առաջ վայրի էր թվում երբ որ ասում էինք որ հա պայմանագիր պետքա կնքենք որպեսզի մենք ձեր գույքը վաճառենք որովհետև դուք այդ գույքի միջնորդավճարը փոխանցում եք չէ անելու ինչի հիման վրա եք առնելու դա մի քանի տարի առաջ շատ դժվար էր մարդկանց մեջ հիմա ասում են հա օքեյ ուղարկեք նայենք Էլի վարձակալության թեման շարունակելով գաղտնիք չէ, որ 2020 թվականի Արցախյան դեպքերից հետո եւ 23 թվականի Արցախի հայաթափումից հետո եւ նաեւ ինչու՞ չէ ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման արդյունքում մեր երկիր բավականին մեծ հոսք եղավ քաղաքացիների, թե մեր հայրենակիցների, թե օտարերկրացիների ու շուկան, այս վարձակալական շուկան մի հատ անհասկանալի բում ապրեց, հա, ես ինքս Հրազդանի հետ սերտ կապեր ունեմ, ես հիշում եմ Հրազդանում 10,000 դրամով դժվար էր տունը վարձակալությամբ հանձնել, բայց այսօր Հրազդանում 100,000 դրամով են տները վարձակալությամբ հանձնում, որը որ ըստ իս աբսուրդ է։ Հիմա այդ բումը կարծես թե պետք է արդեն մարած լիներ, բայց որքան որ ես հասկանում եմ, դեռևս չունենք նման այսպես ասած հանգիստ իրավիճակ, միգուցե ինչ-որ շեղումներ կան, բայց էական շեղումներ չեն, ինչպես որ էական նրանք բարձրացան։ Ինչու է դա այդպես։ Այն ինչ որ պահանջարկից եւ տենց ցայտնոտային իրավիճակից էր, իրավիճակով էր պայմանավորված, բնական է որ պետք է բարձրանար։
բայց մի շատ կարևոր տենդենսի մասին եկեք խոսենք, երբ կինը բարձրանում է, երբեք չի վերադառնալու իր հին մակարդակին, երբեք դա բացառվում է բիզնեսի որ ուղղությունը ուզում եք նայենք, տեսենք, եկեք համեմատենք ոսկու արժեքների հետ, կինը բարձրացավ, իհարկե իջնում է արծաթի, իջնում է, բայց երբեք չի գալու հասնի իր մեկնարկայինին, սպասել, որ կգա հրազդանում արժեքը 10 կամ 20 հազարին կհասնի, ոչ, բայց հաստատ 100-ից իջել է գոնե 90 և 80-ից ներքև մի քիչ կասկածում եմ, թե կիջնի, որովհետև շուկան հասկացավ գլոբալ, որ այդ չգրված օրենքներով մարդիկ հասկացան, որ փաստորեն այդ գումարը հնարավոր է, որ տան, այո, կարանք ծախենք այդքանով, այո, հնարավոր է, շուկան թույլ տվեց հասկանալ, որ դա իհարկե մի քիչ ավելի ինչ-որ սենց տրագիկ բաներով, տենց է չէ, երբ որ ինչ-որ ծայրահեղ վիճակ է, մարդիկ ամեն ինչ անում են ցանկացած ոլորտում հարցին լուծում տալու, իհարկե անցել է այդ տրագիզմը, անցել է այդ ամեն ինչը, բայց վերադարձ նախկինին գրեթե անիրատեսական է, դրան չի օգնելու ոչ կառուցապատման մեծ ծավալը, ոչ մրցակցությունը, ոչ մի բան չի օգնելու, ընդհակառակը մարդիկ ոչ մեկին հետ չի գնալու, նույնը նաև եկեք մեր խորհրդատվության մեջ, չէ, ինչը թանկացրել ենք, չենք էժանացնելու ոչ մի պարագայում, այսինքն չէ, մեր ոլորտում իդեպ մի քիչ sense շուտ դեմփինգ կա գների, չես հասկանում, հաշվապահական ոլորտում հատկապես աբսուրդ 8000 դրամ, այո, 8000 դրամով հաշվապահություն եւ այլն, ինչ են անում մարդիկ նստած գրասենյակում, ինչու են իրենց գիտելիքն ու փորձը այդքան էժան վաճառում, բայց երևի հավանաբար չկա։ Հա, ինչևէ, հա, ունենք այդ, բայց որքան հասկանում եմ, կոպիտ ասած, եթե այդ տրամաբանությամբ գնանք, որի հետ ես կարծես թե սկզբունքորեն համաձայն եմ, որ եթե ես հասկանում եմ, որ դու կարող ես այսքան վճարել, ապա ինչու ես իմ գինը իջեցնեմ եւ նույնն է դու դա վճարելու ես, ինքը այսպես երևի ոչ բան, ոչ բացահայտ հակամրցակցային համաձայնություն է, որին գալիս են ոչ թե մի քանի անհատներ, այլ գալիս է հասարակությունը իրավաբանական լեզվով ասած։ Բայց եկեք այստեղ շարունակեմ նույն միտքը, որ այն ինչը որ չափազանց ուռճացված էր, ի վերջո եկավ իր տրամաբանությանը։ Չեկավ նախքին հնարավոր գնին, չեկավ մեկնարկայինին մոտ գնին, բայց ես մի քանի տասնյակ գույքերի օրինակով կարող եմ ասել, եկեք թվերով ասեմ, գույք, որը վաճառքի էր հանված $300,000, քառակուսի մետրեր դնենք կողքի, $300,000 վաճառվեց 2 տարի անց $175,000, գույք, որը $275,000 էր վաճառքի հանված, այսօր 150,000-ով է վաճառքի դրված, այսինքն, բայց այդ հարցը այլ է, որ այդ գույքերի արժեքները ոչ 195,000 են, ոչ 100 քանիս, իրականում դրանց շուկայական եւ քառակուսի մետրային արժեքները ավելի ցածր են, հենց լիկվիդային արժեքները ավելի խելամիտ են, ասենք 130-140-ի կարգի, այսինքն կրկնակից ավել մենք ունենում ենք այստեղ գնի ուռճացում, հետո ստիպված իջեցում, որովհետև ցայտնոտը եւ այդ բանը անցել է, կենսական նշանակությունը, բայց ելի մենք չենք եկել իրենց իրական շուկայական եւ լիկվիդացիոն արժեքներին։ Շատ լավ, եւ մենք արդեն ժամանակ գրեթե չունենք, ես ուզում եմ երկու հարց տալ։ Քո կարծիքով ինչ ես դու խորհուրդ տալիս քաղաք թե քաղաքից դուրս բնակավայր ամենահետաքրքիր սա սուբյեկտիվ հարց է երևի թե որպես քեզ որպես հիմնադիր չեմ հարց տալիս այլ որպես սովորական քաղաքացի մարդ եւ երկրորդ հարցը կա այսպիսի կարծիք որ բնակարանը դա ապրելու վայր չէ ինչպես սովետից է եկել այլ կենսակերպ է համաձայն ես այդ պնդման հետ թե ոչ Այո, երկրորդ մասից կամ համաձայն եմ այդ պնդման հետ եւ այդ կենսակերպը կարելի է ստանալ կապ չունի ինքը քաղաքի որ ծայրում է գտնվում քաղաքի կենտրոնում է գտնվում կարելի է այդ աուրան ստանալ եւ թե քաղաքի ինչ որ մի հատվածում է գտնվում ես կողմ եմ երբ մարդիկ իրենց ապրելու տեղին տալիս են ավելի մեծ նշանակություն քան զուտ քառակուսի մետրն է
Ես կողմ եմ էսթետիկային, ես կողմ եմ ճիշտ միջավայրին, ճիշտ ապրանքներին, գեղեցկությանը, նրբաճաշակությանը, վերադառնալով առաջին հարցին, ես իմ էսթետիկան եւ իմ կենսակերպը գնահատում եմ քաղաքից դուրս։ Եվ ապրելով քաղաքի ամենաբանուկ հատվածում եւ միշտ լինելով բոլոր տեսակի զարգացումների կիզակետում, ես կարծում եմ, որ լավագույն տարբերակը կյանքի այդ հանգստությունն է, այդ մաքուր օդն է ամեն դեպքում, կանաչն է, որը մենք Խիստ կարիք ունենք, իսկապես ամպերից իջած օդն է, որը մեր յուրաքանչյուրիս օրգանիզմին շատ կարևոր է։ Եվ կարելի է լայն մտածել եւ լավ ապրել, հետաքրքիր ապրել եւ օգտվել ուրբանիստական կյանքի բոլոր բարիքներից, չի նշանակում լինել քաղաքի կենտրոնում, դա կարելի է անել Գառնիում, կարելի է Ծաղկաձորում, Դիլիջանում եւ կարելի է ուղղակի ընդլայնել մի քիչ լայն նայել մեր կյանքին եւ այն կենսակերպը, որ մենք ուզում ենք ունենալ, տեղափոխել մի քիչ ավելի հետաքրքիր վայրեր, բայց էլի շատ սիրելով Երևանը եւ շատ սիրելով բնությունը։ Շատ լավ, շնորհակալություն Սաթենիկ ջան, կարծում հետաքրքիր զրույց ստացվեր։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հետաքրքիր էր իմ ու քո այս ֆորմատը հանդիպման։ Հետաքրքիր էր։ Մենք կհանդիպենք մեր հաջորդ հաղորդաշարերին, կխոսենք ելի օրենքից ու ելի խնդիրներից։ Ցտեսություն։